որ այստեղ քաղաքական որոշումների տիրույթում չպետք է հարցը դիտարկվի։ Ընդդիմադիր խմբակցության կողմից կատարվել է առաջադրում, այն պետք է հարգվի։ Սա դասական, բարձր ժողովրդավարական ստանդարտի տեսանկյունից եմ նկարագրում։ Նույնը նաև իշխանության պարագայում չպիտի լինի, պարոն Վարդանյան, որը երկու ֆրակցիաները ըստ բոյկոտում են եւ չեն քրեարվում։ Այստեղ հարցը ընտրվելու ապահովման տեսանկյունից է, ժողովրդի քաղաքական կամքի իրացման։ Եթե իրավիճակը լիներ այնպիսին Հայաստանի Հանրապետությունում, որ որևէ մեկ խմբակցություն միայնակ չկարողանար նման որոշում կայացնել, ձեր կողմից արձանագրած իրավիճակը տեղին է։ Այդ ժամանակ յուրաքանչյուր խմբակցության պետք է իր քաղաքական կամքը ապահովեր ըստ Դոնթի բանաձևի իրացված մշտական հանձնաժողովների մասով։ Այսինքն ոչ թե այսպես ասած հայեցողական, գնահատողական տրամաբանությամբ դիտարկեն, այլ շատ ավելի վերարժեք։ Քիչ առաջ պարոն Կիրակոսյանը նման հարցադրում ներկայացրեց, մենք ցանկացած իրավիճակի վերաբերյալ ունենք կոնկրետ մարտավարություն։ Պարզապես եկեք չշտապենք, տեսնենք արդյունքները, տեսնենք իրավիճակը, խմբակցության ղեկավարի կողմից կներկայացվի։ Վեր կենալ եւ ԱԺ-ից գնալը, հեռանալը մտնում է այդ մարտավարության մեջ, թե ոչ, պարոն Վարդանյան։ Նման մարտավարություն չենք դիտարկում։ Չէ, դուք հաշվի առեք, երեք ինչ տեղի ունեցավ։ Մեր գործընկերոջը Դավիթ Ղազենյանին հեռացրեցին ազգային ժողովի նիստերի դահլիճից ակնհայտ ապօրինի կերպով, առանց դրա որևէ մի իրավական հիմքի, ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը խախտելով, դա քաղաքական արձագանք էր, որը կարծում եմ առավել քան ողջամիտ էր, տրամաբանական էր, ընդունելի էր եւ կարծես թե այսօր նաեւ դրա վերաբերյալ որոշակի արձագանք կան իշխանությունից բան Վարդանյան ապահովելու են 13 քվեին։ Անկեղծորեն որևէ տեղեկություն չունեմ։ Ոչ, ճիշտն ասած, առնվազն նման հարցադրում չեմ էլ բարձրացրել, ոչ էլ գործընկերների կողմից է բարձրաձայնվել։ Նիստի ընթացքում, երբ տեսնում եմ որևէ մի հանգամանք, պայմանականորեն հենց նիստը վարելու վերաբերյալ կամ ինչ որ մի հանգամանքի արձագանքելու, ես տեղում որոշ հանգամանքներ ներկայացնում։ Ես եմ շնորհակալ, ձեզ լավ տրամադրություն։